Üçün erkeğiz kana kahvesi. Ուրեմն այս րոպեի այս ժամանակվա կազմակերպած ակցիայի իմաստը ամսի 29-ի հանրահավաքի ներկայացրած 12 կետանոց հարցերի շուրջ պատասխանների, որ մի շաբաթ ժամանակ ատված եղել իշխանությանը, հիմի իշխանության կողմից եղել է արձագանք հանդիպելու, քննարկելու այդ հարցերի շուրջ։ Հիմի մեր ներկայացուցիչները գտնվում են իշխանության հանդիպման բանում, պրոցեսի ընթացքում, սպասում ենք, որ պիտի դուրս գան, արդեն ներկայացնեն հանդիպման արդյունքները, այդ արդյունքների հիման վրա էլ մենք արդեն որոշումներ կայացնենք հետագա գործողությունների, հետագա քայլերի, անելիքների մասին։ Իսկ ովքեր են այս։ Խորհրդի ներկայացուցիչներն են, խորհրդի մեջ քննարկման ժամանակ ընտրվել է 3 հոգի ներկայացուցիչ, այդ 3 հոգին հիմի բոլոր մասնակիցների բոլոր կազմակերպված ներկայացուցիչների կողմից մասնակցում են այդ քննարկման, այդ հանդիպմանը։ Անաստաս Իսրայելյան, խորհրդի անդամներից ներկայացուցիչ։ Թե որոշումներ կայացնեն հետագա կամ ներկա գործողության պրոցեսների հետ կապված։ Ուրեմն խնդրում եմ պահպանենք բոլոր կարգ ու կանոնները, որովհետև մենք եկել ենք մեր հարցերի պատասխանները ստանալու համար։ Այսքան։ Զոհին մեղադրելու քաղաքականություն, այսինքն փոխանակ գոնե ամեն ինչ արվեր, որ մեր բռնի տեղահանված հայրենակիցները այստեղ իրենց ավելի ապահով զգային եւ հոգեբանական առումով եւ սոցիալական առումով, տեսնում ենք, թե ինչպես են իշխանությունների կողմից ատելության քարոզ արվում, տեսնում ենք, թե ինչպես են չեմ կարող ասել միտումնավոր, թե ոչ միտումնավոր, իմ տպավորությունն այնպես է, որ միտումնավոր, այնպիսի ծրագրեր մշակում, որ արցախցիները չկարողանան ոչ մի կերպ օգտվել այդ ծրագրերից եւ ստիպված լինեն այժմ էլ իրենց երեխաներին պահելու համար արտագաղթել, թողնել հեռանալ մայր հայրենիքից։ Այսինքն իրենք փոխանակ ունքը չինեն, աչքն էլ հանում են եւ չեն ուզում արցախցիների կարծիքը հաշվի առնել։ Սա ներպետական առումով էլ նույնիսկ եթե խոսում ենք զուր նկատի ունեմ զուտ արցախցիների կարիքներից, իրավունքներից դուրս, ուղղակի որպես քաղաքականություն շատ վատ քաղաքականություն է։ Իրենք ծախսում են մոտավոր 500 միլիարդ դրամ այս ծրագրի վրա եւ դրանով որևէ ավելացված արժեք չեն ստեղծում։ Դրանով որևէ ժողովրդագրական արդյունք չեն ստեղծում։ Արդյունքում բնակչությունը չի ավելանալու Հայաստանի Հանրապետությունում եւ այդ գումարն էլ հիմնականում դուրս է գալու Հայաստանի Հանրապետությունից։ Էլ չասեմ, որ այդ գումարի դիմաց Հայաստանի Հանրապետությունը մոտավոր 300-ից 400 միլիարդ դրամ տոկոս է տալու բանկերին։ Այսինքն այստեղ շահելու են միայն բանկերը։ Իսկ Հայաստանի Հանրապետությունը, Արցախցին, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը այս ծրագրից չի շահելու։